Ամերիկայի պրեզիդենտն ասում է ամերիկան հզոր երկիր է, բանի այն մյուս պետություններ ասում են ես հզոր զենք ունեմ, հզոր բանակ ունեմ, այս մարդն էլ լնում է որ պետքա երկրից խոսակ, կաթողիկոսը աղջիկ ունի, ինչ անենք ունի, եթե այսօրվա դրությամբ ոչ մեկը չի ուզում որ Հայաստանը զարգանա, կաթողիկոսը մի հատ 15 հատ ունի, դա կրոնը ինքը որոշա կաթողիկոսի արդը, ոչ թե երկրի ղեկավարը, իսկ կաթողիկոսը մենակ Հայաստանի կաթողիկոս չի, համայն հայության կաթողիկոսն է, իսկ վարչապետը ընդամենը ՔՊ-ի վարչապետն է։ Չէ, համաձայն չէ։ Դե որովհետև եկեղեցին հիմի փոխեցին ինչ։ Ուղղակի անձնական խնդիր է այդտեղ երևի։ Եկեղեցուն պետքա չկպտեր։ Եկեղեցու դեմ իրավունք չունի ոչ մեկ ոչ մի բան ձեռնարկելու։ Շատ վատ, չէ, պետք չի, եկեղեցու իրավունք չունի ոչ մեկ կպնելու։ Այդ մեր կրոնն է։ Թուրքը 1400-1500 տարի պայքարեց չկարծավ ոչ մի բան անել։ Հիմա դրել են քանդում են եկեղեցին։ Ես դա սխալ եմ համարում։ Եկեղեցին ինքնավոր գիտեմ չգիտեմ ինչ հանցագործություն պիտի արած լինի եկեղեցին կարամ չունես հասկանամ։ Բացարձակ, ինչ գործ ունի եկեղեցուց։ Ինչ գործ ունի իր պատվերով եկեղեցում պատարական են կարգալույծ եղած մարդիկ, նախկին քահանաներ, չգիտեմ։ Անես մարդիկ, որ եկեղեցուց կիլոմետրերով հեռու են, ինչ կապ ունի, սահմանադրությամբ էլ տված է, որ եկեղեցին եւ կառավարությունը իրարից բաժանված են։ Վարչապետի լիազորությունների մեջ սահմանադրության համաձայն մտնում է օրենսդիր, գործադիր դատական իշխանությունների հավասարակշռումը, հարաբերությունների կարգավորումը։ Վարչապետի գործը գործադիր մարմինն է, ինչ գործ ունի ընդհանրապես։ Իսկ այսօրվա մեր վարչապետը համ գործադիր մարմնի գործն է անում, համ օրենսդիրի գործն է անում, համ դատականինն է անում, դատավորներին կզսնում է, չգիտեմ ինչ է անում, համ հայոյանքի նախարարությունն է ղեկավարում, համ էլ կաթողիկոսին աչու ծախ է անում իր կարծիքով, բայց Աստծուն փառք մեր կաթողիկոսը ամուր է իր ոտքերի վրա, իր հավատքին էլ հավատարիմ է։ Բարեփոխում չի էդի, եկեղեցու Հայաստանի կործանում է, բարեփոխում ասելը շատ սխալ է այդ պարագայում, ինքը բարեփոխում չի անում։ 8 տարի է Հայաստանը բարեփոխում է, բայց իրականում 8 տարի է Հայաստանը կործանում է, ոչ թե բարեփոխում է։